Կոնգրեսում է Մարկո Ռուբիոն խոսել հայ-ադրբեջանական հակամարտության մասին։ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ նա պատասխանել է հայամետ կոնգրեսականի հարցին։ Ռուբիոն մի կողմից ասում է, որ խաղաղություն հաստատելու նպատակներ ունեն, մյուս կողմից ընդգծում կա իրական վտանգ, որ հակամարտություն կարող է լինել։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հաստատելու վրա։ Կա իրական վտանգ, որ կարող է տեղի ունենալ հակամարտություն, որը մենք փորձում ենք կանխել։ Մեր թիմերը շատ ակտիվ ներգրաված են այդ գործընթացում, փորձելով դա իրականություն դարձնել եւ կանխել հնարավոր ռազմական միջամտությունը։ Իհարկե, այդ զրույցների համատեքստում բանտարկյալների եւ մարդու իրավունքների հարցերը կարևորագույն նշանակություն ունեն։ Ըստ Ամերիկագետի նախ կարևոր է միջավայրը, այսպես ասենք հարթակի լրջությունը, որտեղ Ռուբիոն բարձրացրել է հարցը։ Հետո նաև այն, որ հիմա Ռուբիոն ոչ միայն պետքարտուղար է, այլև Թրամփի ազգային անվտանգության հարցերի խորհրդականի պաշտոնակատար է։ Նա ղեկավարում է երկու մրցակից կառույց, որոնց մոտեցումները ստացվում է նույնական են, բայց որպես կանոն այս կառույցների մոտեցումները հիմնականում չեն համընկնում։ Գործում ենք իրավիճակի, երբ որ այս երկու կառույցները ըստ Ռուբիոյի ղեկավարության ներքո է գտնվում եւ նրա արտահայտած միտքը շատ ավելի հստակ եւ կարելի ասել միանշանակ նաև արտացոլում են քաղաքականությունը, որը Ռուբիոն առաջ է մղում ներկայացնելով Միացյալ Նահանգների նախագահին։ Խոսքի բովանդակության մասին գնահատականը նոր չէ, բայց նոր են Հարավային Կովկասի իրողությունները։ Այստեղ են Իրանն ու Ռուսաստանը, որոնց հետ վերջին շրջանում սկսել է երկխոսել Միացյալ Նահանգները։ Արդյունքում ըստ մասնագետի քիչ թե շատ սառեցնելով հարաբերությունները Իսրայելի հետ։ Իսրայելի դաշնակից Ադրբեջանին զգուշացնում են, հիմա սադրանք հրահրելու ժամանակը չէ։ Եվ Ռուսաստանը եւ Իրանը ինչ-որ ձևով ներքաշվելու է, եթե Ադրբեջանը որոշի Սյունիքը գրավել կամ եթե որոշի Միջանցքի այսպես ասենք հարցը լուծել, հենց սա է պատճառը, որ կարծում եմ Միացյալ Նահանգները նաև մեսիջներ է տալիս նաև Ադրբեջանին, որ պետք է զերծ մնալ այս ամեն ինչից, որովհետև Միացյալ Նահանգների տարածաշրջանային շահերին այդ ամենը կարող է խանգարել։ Ես չեմ կարծում, որ լարելու նպատակ կա, որովհետև նորից եմ ասում, գոնե այս փուլում նման նպատակ լինելը այդքան էլ պրագմատիկ չէ, որովհետև Իրանի հետ բանակցությունները բավականին դանդաղ, բայց կարծես թե հաստատուն կերպով են առաջ շարժվում, նույնը վերաբերում է Ռուսաստանին։ Ամերիկյան կողմը ասում է Ադրբեջանին առաջին հերթին իհարկե իր շահերի համար, իսկ ինչպես կվարվի Վաշինգտոնը 907 բանաձևի հետ, որը արգելում է Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը։ Փորձագետն ասում է նախորդ տարի բանաձևը չի շրջանցվել, այն կիրառվում է, ուժի մեջ է։ Սովորաբար այն շրջանցելու նամակով պետքարտուղարը դիմում է կոնգրեսին։ Այդպիսի նամակ ըստ փորձագետի դեռ չկա։ Տիգրան Եկուրգինյան, ժամը լրատվական։